Այդ տնօրենները ինչ են կերել, կամ իրանցով է դաս տվել, այդ տնօրենների դաս տվողը ով է, որ որոշել է, որ որևէ քաղաքական ուժի հանրահավաքին պետք է իրանք դպրոցի դասերը ընդհատեն, ժամերը կրճատել ենք, երեխաներին բերել ենք իրենց սիրելի առաջնույթ, այլ բան ու գործ չունենք, տվեք երեխեքին մորերի հորերի ձեռը, թող ելնեն գնան ինչ հանրահավաքի ուզում են գնալ, փախնում են դասից, փախնում են ուզում են տեսնել առաջնորդին, գրեք որ բացակա է, փախած է, ծնող կանչեք հարցը, ինչ եմ բացադրում ես։ Եթե հանկարծ այդ տնօրենները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու, այստեղ կորդեբալետ է լինելու, մի առանձին հաղորդում է լինելու։ Ինչի քրեական պատասխանատվություն, քրեական օրենսգրքի մեջ լիքը հոդվածներ կան։ Պաշտոնական դիրքը չարաշահելուց սկսած լիքը ուրիշ չալաղած տեղեր կան։ Այդ մարդիկ պետք է ռոջիկ ստանան ու պետք է շարունակեն աշխատել իրենց պաշտոններում։ Այդ երեխեքը դասատու ունեին այդ օրվա դասի, այդ ուսուցիչները կապ ունեն երեխեքի բացակայության հետ։ Ինչեք գնացել, ինչեք տարել այդ երեխեքին։ Հələ երեխա է անչափահաս է, խելքը չի ասնում։ Դասի չնստելու համար ուշքը իրանցը չէ, նորություն չէ։ Պատանորեն ուսմասվար մանկավարժին չի համար է։ Նրա համար է, որ երեխան ասի չի շիգեմ ուզում, ասի այնտեղ տղա ջան անկյունում կանգնի շռի, հա, դրա համար է մանկավարժը։ Տնօրեն ինչի համար է։ Բա որ ասի շատ բան եմ ուզում, մեղայասու։ Դպրոցի տնօրենը պետք է ասի, քանի որ երեխաները շատ բան էին ուզում, տարանք շատ բանի շուկա։ Հետո քաղաքական գործչի հանրահավաքին ենք ուզում գնալ, իմացար։ Պետք է վերցնեք, տանեք հանրահավաքի։ Այս դուք ունեք բարձրագույն կրթություն, ինչ որ նոմինալ ընկալում ունեք այդ դպրոցների տնօրենների մասին է խոսքը։ Ունեք, հա, ինչ որ քտիծակ կա, որտեղ են ձեզ դաս տվել, էլի вообще։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։